3000 տարի ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Քանի որ մեծ մասը չի հասկանում եւ իմ ֆիլմերը չի դիտում, դրա համար բացատրեմ, թե ինչի են մեզ ոչնչացնում, ովքեր ենք մենք, շատ կարճ։ Իսկ եթե ձեզ արդեն մանրամասն է հետաքրքիր, պետք է իմ ֆիլմերը դիտեք, գոնե այն ֆիլմերը, որոնք այդ մասին են։ Ցանկացած ֆիլմ բացում եք, արագ թերթում գտնում եք, թե որ մասն է։ Դա տարբեր ֆիլմերում ներկայացված է, թե ինչ են մեզ ոչնչացնում, հատկապես Նարիմանովի ժամանակ։ Եվ շնորհակալություն բոլորին, քանի որ օր-օրի պակասում է դիտումների քանակը, արդեն հասկանալի է, մեր սիրելի հայաստանցիները արդեն Տաշիր Սամոյից, Դոդից եւ այլնից վերցրել են իրենց գումարները, տաշտաշիների մեջ են եւ նրանց հետաքրքրել չէ ինչ է կատարվելու իրենց հետ, ինչ է կատարվում մինչ օրս իրենց հետ։ Անցնենք առաջ, բացատրենք այդ ամենը, որպեսզի հասկանալի լինի ցանկացածին։ Հայի տարածումը, ինչպես բացատրել եմ, տեզերքի ստեղծումը չեմ ասել, բայց դրանից հետո ասվել է ձեզ, թե ինչպես է մարդ արարածը ստեղծվել երկիր մոլորակում։ Կարող եք դա դիտել։ Լուսին, երկիր, իրար հետ, երբ իրար վրա կրակել են, դա լինում է 30,000-ին մոտ տարին, 30,000 տարին, 30 միլիոն տարին մեկ անգամ։ Եվ այդ ժամանակ ստեղծվել է մարդ արարածը երկիր մոլորակում, բայց մեր երկիր մոլորակում ստեղծվելու պահը 17 միլիոն տարի է, որից 15-ը անցել է շատ նորմալ, 14-ը, իսկ 3-ը հիմա արդեն մենք գտնվում ենք հյուսիսային կիսագնդում։ Երբ որ մենք գտնվում ենք գալակտիկայի կենտրոնում, ստեղծվելուց հետո դա ամենավատ իրավիճակն էր եւ այդ ժամանակ ստեղծվել է այսօրվա նոր տեխնիկայից հարյուրավոր, հազարավոր անգամ նորագույն տեխնիկա, որպեսզի պահպանվենք, որից հետո նորից ոչնչացվել է այդ ամենը, հաջորդ փուլերում չի ստեղծվել, քանի որ երկիրը գտնվել է արդեն 3 միլիոն տարի հանգստի վիճակում, եւ հայ աստվածները կենդանի մարդիկ են աստվածները, հայ գիտնականները այլևս դա չեն կատարել։ Հայը ծնվել է, ամեն ինչ բարձ բացատրում են, որպեսզի երկրորդ անգամ նույն հարցերը չլինի։ Հայը ծնվել է այս տարածության մեջ, այս տարածությունը հայկական տարածություն է, այս ամբողջը հայկական տարածություն է, եւ իմ ամբողջ ֆիլմերի նպատակը եղել է նա, ոչ թե թողնեք հայրենիքը փախչեք էստեղ կամ էստեղ, այլ եղել է նա, որպեսզի հայը մնա այստեղ, ինչի համար։ Ամեն մի 80,000 տարին մեկ կրկնվում է ամեն ինչ, մարդկության մեծ մասը վերանում է, որոշ քանակ եւ կենդանական աշխարհի մնում, նորից սկսում են զրոյից, դա տիեզերքի եւ բնության օրենքն է, դրան հակադարձել մենք չենք կարող, քանի որ եւ տիեզերքը եւ բնությունը մեզնից շատ անգամներ հզոր են, այսինքն մենք պետք է ենթարկվենք նրանց օրենքներին, եւ նրանց օրենքներից մեկը նա է, որ ես մի ֆիլմում 1800 եմ ասել, 1796 թվականին է տրվել առաջին հրահանգը, որ վերջանում է այս 80 հազարանոց, մոտավորապես 80 հազարանոց ընթացքը, որից հետո կվերանան մարդկության մեծ մասը,
և կծնվեն, որից հետո մնացածը կորցնելով հիշողությունը ժամանակի ընթացքում ձեռք կբերեն, իսկ ավելի արագ ձեռք է բերում հայ ազգը։ Հայայի մասին չեմ ասում, դա առանձին ֆիլմ է, երկար, պետք է դա դիտեք, ովքեր են եղել և ովքեր են ճշգրիտ երկիրը և լուսինը տեղադրել այնպիսի հեռավորությունների վրա, որպիսի ամենանպաստավոր և ամենալավ կյանքը լինի երկիր մոլորակում։ Եվ հայկական գրերը, և լատինական գրերը, և հունական գրերը, դրանք բոլորը Հայայի ստեղծածն են։ Հայկական գրերը դա խոսելու համար է եղել։ Հայկական գրերը և հայերեն խոսել է ամբողջ աշխարհը մինչև բրուտների դուրս գալը։ Հայերը գնացել են բոլոր մայր ցամաքներում, եղել են նույնիսկ Անտարկտիդայում, նույնիսկ ամենափոքրիկ կղզիներում, և բրուտները զարմացել են արդեն 19-րդ, 20-րդ դարում, թե հայերը ինչպես են նաև այդ փոքրիկ կղզիներում կարողացել այդքան ճանապարհը կտրել, հայտնվել։ Դա առանձին ֆիլմ է, մի քանի ֆիլմ առաջ նորից այդ մասին ասացի, որ 111-ը ինչպես է 6-7 ժամվա ընթացքում այս տարածությունը կտրել անցել հատուկ ստեղծած նավերով, որոնք աշխատել են հատուկ սիստեմով, առանց որևէ շարժիչի, այլ հատուկ սիստեմով, և փայտից են պատրաստել, և մետաղական են պատրաստել, երկուստ էլ բարեհաջող այս ճանապարհորդությունը կատարել են։ Այժմ հայը ստեղծվելով Արարատ լեռան և այս ամբողջ շրջակայքում, որից հետո հայը սկսվել է տարածվել աշխարհով մեկ և սովորեցրել։ Հայերը եղել են մինչև Ուրալ, Արայի թերակղզով, սա Արայի թերակղզին է, հյուսիսային Աֆրիկայում, որտեղ մարդ չի բնակվել, Բրիտանական կղզու հարավային մասը, միայն այստեղ թողել են և այսպես մինչև այստեղ։ Առաջի պատնեշը դրվել է Ուրալյան լեռները, երկրորդ պատնեշը դրել է Աղվանստանը, աղվանք էին մի ժամանակ անվանում դրան, և ամենամեծ թունելները փորվել են այդտեղ դրանից հետո, երբ որ բրուտները սկսեցին այս մասում այս մի 3 ցեղատեսակները բերելով Ալթայսկի կռայ այնտեղ բազմացնելով և հարձակվելով հայերի վրա, ոչնչացնելով հայերի տիրապետությունը։ Սա եղել է աշխարհի խաչմերուկը, չեն կարողացել այստեղից, նրանք չեն կարող, քանի որ այդքան խելք չունեին, պետք է այս մասով գային, և հայերը թույլ չէին տալիս, որպեսզի այս մասից գան Աֆրիկա, սրա մասին ընդհանրապես գաղափար չունեին, և գաղափար չունեին նաև, որ երկիրը ինչ ձև ունի։ Իսկ դրանից հետո, երբ որ հայերը գերմանական, լեհական ցեղախմբերին սկսեցին սովորեցնել, որից հետո անցան նաև Սկանդինավյան թերակղզի և անգլոսաքսերին, այսօրվա այն ժամանակ սաքսեր վիկինգներին սովորեցրեցին, նրանք հարձակվեցին գերմանական, հետո այստեղ հայկական այս գնացած հայերի վրա, ոչնչացնելով, հետագայում այսօրվա Ֆրանսիա, Իսպանիա կոչված, այսպես ոչնչացնելով եկան մինչև օրս, ոչնչացնելով ամեն ինչ, և այստեղ աճեցրած այս 3 ամենատականք ցեղախմբերին բերելով իբր Իրան ստեղծեցին, և դրանից հետո սկսեցին Հայաստանը ոչնչացնել։ Իսկ հայը տարածվել է այստեղ, հայը ունեցել է, հայն է ստեղծել Մետաքսի ճանապարհը, Չինաստան, Հնդկաստան, նրանց էլ է սովորեցրել, և Հնդկաստանում կան հատկապես այս մասերում բազմաթիվ հայեր, նույնը չինացիների 1-ից 10
ունի հայկական գեներ, և ամբողջ աշխարհին նրանք զարգացրեցին։ Նախորդ ֆիլմում ասվել է նաև, թե Կարմիր մայր ցամաքում էստեղ ինչպես նրանց զարգացրեցին, ինչպես փրկեցին սովից, և բոլոր բուրգերը պատրաստել են հայերը։ Բուրգերը դրանք եղել են միկրոկլիմայով հարուստ կառույցներ, որտեղ պահվել են սերմերը, բաժանվել մարդկանց, որպեսզի մարդիկ ունենան սերմեր, ցանեն և սնվեն։ Եթե չլինեին այժմ, պատկերացրեք, վերանան մշակովի բույսերը, ամբողջ աշխարհը սովից կտորվի, կմնան շատ քիչ քանակի մարդիկ։ Մշակովի բոլոր բույսերը աճեցրել են հայերը, իսկ այն, որ տառերը Մեսրոպն է ստեղծել կամ այն ինչն է ստեղծել, Մեսրոպը ճիշտ է, ստեղծել է տառեր, բայց Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն վրացիների համար տառեր, իսկ հայկական տառերը նա բերել է այս մասերից, քանի որ պահպանվել էին այստեղ, բերել է և կպցրել իրար, իբր ինքն է ստեղծել։ Բոլոր տառերը և հայերեն տառերը, դա հայայի տառերն է, և ձեր Աստվածաշնչում գրվում է, որ Աստված խռովեց մարդկանցից, քանի որ մարդիկ չէին լսում Աստծուն, և բաժանեց ազգերին և նրանց ամենքին մեկ լեզու, որպեսզի իրար հետ չհասկանան։ Այսինքն հայերի տիրապետության ժամանակ, որը եղել է ըստ հայայի 78,000 տարուց ավելի, ըստ հայերի 56,000 տարի, քանի որ հայերը ավելի վատ են կարողանում հաշվել, քան հայան, որոնք մեր իրական Աստված կենդանի մարդիկ են եղել, որոնք վերացել են, հայերինը 56,000 տարի, իսկ 3,000 տարի երկիր մոլորակը հսկում են բրուտները։ Հայերի տիրապետության ժամանակ մարդիկ եղել են ազատ, մարդիկ ենթարկվել են տիեզերքի բնության, հայ աստվածների օրենքներին, և հայ աստվածը, կամ ինչպես հարավային Ամերիկա այսօրվա կոչվածում էին անվանում հայ աստվածներին, նրանք մինչ օրս հավատարիմ են մնացել և նրանց նույնպես տեղաբնիկների 60%-ից ավելին կործանվեց չընդունելով քրիստոնեությունը, քանի որ այն, ինչը ստեղծել է բրուտը, դա կեղծ է, և բրուտները իրենք հանդիսանում են այս մասի բնակիչներ, որոնք տարածվել են և էստեղ, որոնք տարածվել են և էստեղ, և որոնք եկել են նաև տարածվել էստեղ։ Ինձ թվում է ավելի պարզ պետք չէր ասել, որից հետո բրուտի դուրս գալուց հետո նա արդեն էստեղ այս մասերում աճացրած այդ տականք ցեղերին բերում էր էստեղ, բազմացնում Ալտայը հանդիսանում է մարդկության արգանդը, իր ասած, հետագայում բերում ստեղծեց Իրանը, և բացի դա վիկինգները նաև հիմար հայերից իմանալով նախ հարձակվեցին էստեղից հետո գալով այսպես նաև գտան, որ կա Ամերիկա մայր ցամաքը, նրանք վաղուց գիտեին, բայց Աստվածաշունչը գրելուց, որը 3001 թվականը ճակատագրական եղավ հայերի համար, ստիպողաբար 60%-ից ավելին մորթազերծ անելով, մնացած 37-38%-ը ընդունեց քրիստոնեությունը։ Բոլոր հայկական աստվածների տաճարները քանդեցին, այդ նույն ֆունդամենտի հիմքի վրա կառուցեցին Վաղարշապատ և այլն այսօրվա բոլոր այդ կառույցները, և դա հայության ամենախայտառակ, ամենավատ պահն էր, ինչի համար,
Քանի որ նրանք էստեղ աճեցնելով իբր Իրանն էլ Հայաստանից հայերից ավելի հին պետություն է, սրանց աճեցնելով բերում էր հայերի հետ կռվի, միևնույն ժամանակ էստեղից բերում էր նոր տեսակներ, իբր իրանցիները պաշտպանում են քրիստոնյա հայերին բերում էին էստեղ էին ոչնչացնում տարածությունները, հերթով գրավում էին այդ թուրքա-ադրբեջանական վայրի ցեղախմբերը։ Ահա թե ինչպես այդ ամենը կատարեցին, ինձ թվում է հասկանում եք, առաջին մեր հարվածը տվել է բրուտը էստեղ, այս մասը վերևում ապրում էին շոտլանդացիք, էստեղ այսպես ապրում էին հայերն էին ապրում, էստեղ գերմանական ցեղախմբերն էին, էստեղ լեհական ցեղախմբերը։ Լեհական ցեղախմբերը տարածվել էին մինչև էստեղ Մոսկվա եւ այլն, դա իրենց ձեռքում էր։ Գերմանական ցեղախմբերը հայկական ցեղախմբերի հետ մնում էին միայն իրենց տարածության մեջ, Ավստրիա, Շվեդիա, Մվեդիա, դրանք նույնպես իրենք էին անցել, նաեւ Ֆրանսիայի մի մասը հայերի հետ միասին, բայց բրուտները դուրս գալով էստեղից, սրանց էլ ճնշելով, լեհերի մի մասը լրիվ տեղափոխվեց էստեղ, նրանց պետք էր հայկականը, այս ամենը վերացնելով եկան եւ ամենակարևոր մասը էստեղ նաեւ դավաճանեցին հայերը, նրանց տալով բոլոր գաղտնիքների մի մասը։ Ինձ թվում է հասկացա։ Եվ 3000 տարի ձեզ թվում է Տիգրան Մեծ, դրանից հետո հայկական թագավորություն եւ այլն, դրանք բոլորը կեղծիքներ են։ Այդ կեղծիքները նրա համար են, որովհետեւ ինքը կարողանա ապացուցել, որ հայերը զավթիչներ են, Տիգրանի ժամանակ զավթել են իբր մոտակա ցեղախմբերի։ Իրականում այդտեղ ոչ մի ցեղախումբ էլ չի եղել։ Իրականում դիտարկենք այդ ամենը նորից։ Իրականում, եթե աշխարհը վերցնենք, ապա այստեղ եղել են 2 տեսակ, այստեղ եղել են 3 տեսակ, այստեղ եղել են մի 4 տեսակ, բոլորն էլ այս կենտրոնական մասում են եղել, այստեղ եղել են յակուտները Ռուսաստանում 3 տեսակ եւ Չինաստանում այս մասում մի քանի տեսակ, որոնք տարածվեցին նաեւ այստեղ մի տեսակ եւ այս հնդիկներին մի 2 տեսակ էստեղ, իսկ այդ տականքներին, որոնց աճեցել են, այս մասից են բերել բրուտները։ Եվ նրանց մի մասին բերելով սկսեցին ոչնչացնել։ Առաջինը դա Իրանի միջոցով կատարեցին, երբ որ նաև այդ Տիգրանի ժամանակ Տիգրանին փոխարինեցին այսօրվա Ադրբեջանով։ Հենց ամենամեծ սխալներից մեկը նաև դա էր հայերի։ Այդ 3000 տարվա մեջ ինչպես էր նա կառավարում աշխարհը։ Նախ հայերի այստեղից ամբողջությամբ քշելով, հետագայում բոլոր այստեղ իր ստեղծած իբր արդեն պետությունները եւ Հայաստանը, որը իրականում այդ ժամանակ մեծ քան էր, սկսում էր բարեկամական կապով թակավորի եւ հատկապես այդ ձևով ավելի արագ վերացրեց հայկականությունը եւ հայերին մեր իրոք էթնիկ հողից։ Ինչի համար եմ այս ամենը խոսում։ Ինչի համար եմ ասում, որ մեզ համար կարևոր է այս պահին մեր էթնիկ հողը։ Նորից բացատրեմ այս մասը, որովհետեւ պարզ լինի։ 1796 թվականին, 2023 թվականին երկու անգամ արդեն երկիր մոլորակը ցույց է տվել, որ վերջանում է, գալիս է այս ընթացքի վերջը, գալու է նոր ընթացք, այսինքն ովքեր կենդանի կմնան, սկսեն 0-ից։ Դա կարող է տեղի ունենալ 50-ից մինչև 200 տարվա ընթացքում։ Բայց բրուտը ինքը խախտել է նաև տիեզերքի օրենքը։ Հայերը ինչի չէին պատրաստում նորագույն զենքեր, ինչի չէին նորագույն տեխնիկա ստեղծում, չէ՞ որ իրականում եթե վերցնում եք, ապա բարդ կառույցներ եւ այլն, ինտեգրալ ածանցյալ եւ այլն շարքեր եւ
այլ մաթեմատիկական և ֆիզիկական հայերի մոտ շատ բարձր մակարդակի վրա է եղել։ Քանի որ երբ որ մենք օգտագործում ենք էլեկտրաէներգիա, այդ ժամանակ ոչ միայն էլեկտրական էներգիան ստեղծող օբյեկտը, ատոմակայան, հիդրոկայան և այլն, այնտեղ է ծախսվում այն էֆիրի ամենափոքր մասնիկները, որոնցով սնվում է մեր մարմինը, այլև ամբողջ ճանապարհին մեր տանը, թեկուզ հիմա ես համակարգիչի առաջ նստած եմ, նրա պրոցեսորը աշխատելով ինձնից խլում է այդ մասնիկները։ Եվ դրա համար 1900-ական մինչև թվականները մարդիկ և հիմա եթե վերցնում ես նրանց կարողությունները այս 100 տարվա մեջ իջել է։ Նրանք առաջ շատ կայուն են եղել մարդիկ և շատ ամուր են եղել, իսկ 100 տարվա ընթացքում այսպես իջել է և ավելի արագ է իջնում, ամեն տարի ավելի արագ է իջնում, դրա համար մարդիկ չունեն ուժ, իսկ 80,000 տարում, այսինքն 50-200 տարի հետո ովքեր պետք է փրկվեն, եթե նրանք չունենան այդ ուժը, նրանք չեն կարող փրկվել, այսինքն երկրագունդը բրուտը տանում է անվերադարձ կործանման։ Բայց դա մի կողմ թողնենք, և մենք կարող ենք միայն մեր էթնիկ հողում գոյատևել, դրա համար ասում եմ վերջին հողակտոր կորցնելը դա մեզ համար ճակատագրական է լինելու, թեկուզ 2 միլիարդ հայ ապրի էստեղ, մի 4 միլիարդ մարդ ապրի էստեղ, մի 2 միլիարդ էստեղ և էստեղ, դրանք բոլորը մահանալու են, բոլորը ոչնչանալու են, դա բնության օրենքն է, մենք չենք կարող և ի վիճակի չենք դա խախտել, դրա համար մեր տարածությունում գտնվող հայերը կփրկվեն դրանից, մի մասը միայն, իսկ եթե այստեղ թուրքեր, ադրբեջանցիներ, պարսիկներ և այլ է բերել, որոնք այստեղից ցեղախմբեր են, դրանք նույնպես կվերանան։ Բրուտը ինքը լավ գիտի, որ իր հարազատները, բարեկամները այս 3000 տարվա մեջ բրուտը ինչ է կատարել, ուղարկեց իր բարեկամներին էստեղ, հարազատներին էստեղ, ուղարկեց էստեղ, անցնում է մի 100 տարի, նրանց նույնպես ոչնչացնում է, օրինակի համար հիմա իր եղբոր ընտանիքը, կանցնի մի 100 տարի, եղբոր ընտանիքը էստեղ կլինի սրանց բոլորի Կանադա, Ամերիկայի կառավարիչ, հիմա էլ իր տղային է ուղարկել, կգա մի ժամանակ նրանց նույնպես կոչնչացնի, հիմա էլ տղայի ընտանիքը, իր աղբերը, տղայի ընտանիքը կսկսի էստեղ բազմացնել, իբր ընտանիք ենք մենք էստեղ, դուք էստեղ, հետագայում նորից սրանց կվերացնեն, նորը կգա էստեղ, նոր սերունդը գալիս են, մնացածին ոչնչացնում են, դրա համար բրուտի համար չկա սրբություն, բրուտը բոլոր սրբությունների վրայով անցել է, բրուտը անցել է և տիեզերքի, և բնության, և աստվածների օրենքների վրայով, բոլորի վրայով անցել է, և երկրագունդը տանում է անվերադարձ կործանման, բայց մեզ համար ամենակարևորը էստեղ մեր էթնիկ Հայաստանն է, ճիշտ է 111-ը գտնվում են էստեղ, չեմ կարող ասել որտեղ կամ, եթե իմանայի էլ չէի ասի, նրանք կարող են երկիր մոլորակը վերացնել, բայց երկիր մոլորակի վերացումով ինչ են նրանք քվեարկությամբ այնպես կանգնել, երբ որ ես էլ քվեարկության այդ տվյալները ձեզ ասել եմ, ինչի նրանք չկատարեցին երկիր մոլորակի վերացումը, քանի որ նրանք հայ աստվածներին պարտք ունեն, մենք հայերս պարտք ունենք և աշխարհը պարտք ունի նրանք ստեղծել են, մենք չենք կարող ոչնչացնել, դա կարող է միայն տիեզերքը ոչնչացնել երկիր մոլորակը, մենք իրավունք չունենք, դրա համար նրանք չոչնչացրեցին, նրանք կարող են տեղափոխվել էստեղ, էստեղից էստեղ և գետնի տակով դուրս գալ բրուտի վրա, բայց դա նրանց ոչինչ չի տալու նրա համար, որ կարևոր է էստեղ, որպեսզի բրուտը ստիպված ինքը ասի, որ այս ցեղերին բերել է էստեղից էստեղ, սրանց բերել է էստեղ, հայերն են եղել էստեղ, ճշմարտությունը նա է, որ բուրգերը հայերն են կառուցել, բայց նա փորձում է այդ ամենը
Երբ որ Սադամի վրա հարձակվեցին եւ Սադամից հետո այս բոլոր երկրների վրա, նաեւ այստեղ այս երկրների վրա, ես արդեն հասկացա, որ բրուտը գնում է հայկականության լրիվ կործանման, տանում է հայկականության լրիվ կործանմանը։ Եւ 301 թվականին այս կեղծիքը Հայաստանում ստեղծելուց հետո սկսեց կատարել նա ինչի մասին ասացի։ Նախ պարսիկները, հետո թուրքեր, պարսիկներ եւ այլն, այդ ֆիլմը մի քանի ֆիլմ առաջ եմ ասել, չկրկնեմ, հայերին կամ քշելով կամ հայերին պատնեշ երկուսի արանքին առանց զենքի ոչնչացրեցին, այսօր էլ մնացել է 30,000-ը։ Եթե դուք փնտրում եք հերթականությամբ, առաջին մեր թշնամին եւ հիմնական թշնամին բրուտն է, երկրորդը Իրանն է, երրորդը Ռուսաստանը, չորրորդը Թուրքիան եւ Ադրբեջանը։ Դրա համար նաև հերթականությունը ճանաչեք, ովքեր են մեր ոչ բարեկամները, ովքեր են մեր հակառակորդները իրականում։ Ձեր իմացած հերոսները Ալեքսանդր Մակեդոնացի։ Ալեքսանդր Մակեդոնացուն բրուտներն են ստեղծել, դրա համար եւ հնարավոր չէր 18 տարեկան լակոտը հասկանար այստեղ աշխարհը 3 մասի, այս հիմնական մասը 3 մասի բաժանելու համար էր։ Երկրորդը Չինգիզ խանը։ Չինգիզ խանին բերել է առաջինը, որպեսզի հայկական մետաքսի ճանապարհը փակվեր, որից հետո միայն նավերով այդ ժամանակ էլ կառուցեցին մինչև Պեկին աստիճանաբար շլյուզներով էր գնում մինչև Պեկին նավերը եւ այնտեղ բարձում եւ վերվում էր այս ճանապարհով այստեղ։ Այնպես որ եթե դուք մտածում եք կամ հռոմեական կայսրությունը այստեղից այսպես այս ամբողջն էր իրեն մեջ ընդգրկում, այսպես։ Ինչի համար դա արեցին, որպեսզի չզարգանան, իսկ ձեզ թվում է իտալացիները դրանք ազգ են, ոչ, իտալացիները նույնպես ազգ չեն։ Սիցիլացիները շատ քիչ եղած տեսակ են, որոնք մինչ օրս այստեղ պահպանվում են, իսկ մնացածը այստեղ խառնելով այս բոլոր տեսակները, նաև իրենց, նաև այստեղից բերով ստեղծում էր պետություններ։ Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, արևելյան եվրոպական երկրները, Հունաստան եւ Հունաստանն էլ մի քիչ այս կողմը մոտ, մի քիչ իրենց իբր քաղաքակրթությունը այստեղից է դուրս եկել, բայց քաղաքակրթությունը աշխարհի շատ երկրներում, հատկապես հին երկրներում, Կամբոջա, Վիետնամ, այստեղ բոլոր տեղացիները, այստեղի տեղացիները, Աֆրիկայի, կենտրոնական Աֆրիկայի տեղացիները, նաև եվրոպական մի շարք երկրներում բոլորն էլ գիտեն, որ քաղաքակրթությունը դա Հայաստանից է դուրս եկել։ Հիմա այդ բրուտի այդքան կատարելուց հետո արագ ասում եմ ամեն ինչ անցնենք։ Ստեղծեց սովետական միություն եւ Հայաստանի քարտեզը այսպես Ախալքյալա, Կախալցխա, Բագդանովկա, Բաթումը տալով վրացիներին, Արցախը տալով ադրբեջանցիներին եւ Նախիջևանը ադրբեջանցիներին, հիմնական հզոր Հայաստանը տալով թուրքերին, եւ Հայաստանը հատուկ է նա արել կնոջ գլխով բարակ վզով, սա հերթական անգամ Արարիչ ազգին ձեռ առնելու համար, եւ մտցրեց սովետական միության կազմի մեջ։ Շատ են այս հարցը տվել եւ պատասխանել եմ, այսօր նորից ասեմ այս հարցի պատասխանի մասին։ Ինչի սովետական միությունը ստեղծեց եւ հայերին հենց 15 թվականին անմիջապես չկոտորեց։ Քանի որ ինքը հասկանում է, որ հայերը խելացի ազգ են, իսկ եթե դիտեք հայկական եւ ոչ հայկական անուն ազգանունով բոլոր Ռուսաստանում ամեն ինչ ստեղծած գիտնականները կտեսնեք, որ հայերը կատարել են 60%-ից ավելին, հետագայում մնացած տեսակներն են կատարել կամ եղել են հայերի կցորդները, որոնք կատարել են։ Պատճառը դա էր, որ
ստեղծեց սովետական Հայաստան, որպեսզի հայերը 120-ից 300 ռուբլով աշխատեն, ստեղծեն հզոր տեխնոլոգիա, հետագայում այդ տեխնոլոգիան Գորբաչով, Ելցին, Պուտին բոլորը նվիրեն սկուտերի վրա իրենց եւ 90-ական թվականներին Ամերիկան սկսեց եւ բրուտական այդ բոլոր ճյուղերը սկսեցին շատ թռիչքային ձևով զարգանալ, իսկ մենք սկսեցինք անկում ապրել։ Ահա թե ինչի այդ ժամանակ կատարեց այդ ամենը, որից հետո նորից կատարվում է նա, ինչը կատարվում է։ Եվ այժմ մենք իրեն պետք չենք, ոչնչացնում է նաև սա։ Եվ ասել եմ նախորդ ֆիլմում, ինչի է դա կատարում եւ ինչպես է դա կատարում։ Հայաստանում ներդնելով աշխարհում երկրորդ ամենամեծ ամերիկյան դեսպանատունը դա պատահականություն չէր։ Ստեղծելով իբր Արցախի հարց Բաքվից եւ Ադրբեջանից կես միլիոն հայերի վտարելը դա նույնպես պատահականություն չէր։ Եթե մենք վերցնում ենք քրիստոնեական երկրները, հատկապես Եվրոպան եւ Ամերիկան, ավելի հզոր են, քան ամբողջ աշխարհը։ Ինչ է նրանց նախահոր Նախիջևանը, չէ՞ որ Նոյը իրենց Քրիստոսի նախահայրն է, գտնվում ազերիների ձեռքում, Արարատ լեռը գտնվում է թուրքերի ձեռքում։ Ուրեմն քրիստոնյաները այդքան անողնաշար են։ Մուսուլմանական երկրները 52 երկիր Ստամբուլում ընդունում են, որ հայերը պետք է բնակեցնեն ազերիների եւ շնորհավորում, որ Ադրբեջանը վերցրել է Արցախը, քրիստոնյա երկրները լուռ են։ Եվ ձեզ ինչ է թվում, բրուտը ով է։ Բրուտն է գրել այս Սև մագիան, Աստվածաշունչը։ Միևնույն ժամանակ, որպեսզի սրան հակառակ լինի եւ հայերը լինեն տարածաշրջանում միակ քրիստոնյան, քանի որ վրացիներն էլ 2 անգամ կրոնափոխ են եղել, ստեղծեց նաեւ իսլամը, ստեղծեց նրա համար, որպեսզի հայերին մեր տարածությունից դուրս անեն, բացի դա մարդկության է, եթե ձեռքերն է շղթայում, ապա մարդը կարողանում է գտնել հնարք ազատվել կամ մեկը մեկին օգնելով։ Իսկ եթե մարդկանց ուղեղն ես աղբով լցնում եւ հրահանգում, որ պետք է այդ աղբով լցվեն, մի մասն էլ վախենալով, մի մասն էլ տկար լինելով, իրենց անկարողությունը Աստծու վրա բարթելով, ընդունեցին այս կեղծիքը։ Եվ հայերը ընդհանրապես ինձ շատ են գրում, եթե դու անհավատացյալ ես, այսպես, այնպես, Աստված քեզ պատժի եւ այլն, տարբեր հիմարություններ։ Կրկնում եմ, 15 թվականին, 1915 թվականին, 1896 թվականին, 1500 թվականներից սկսած եւ դրանից առաջ եւ հետո ձեր Քրիստոսը, ձեր Աստվածը արձակուրդի մեջ էր, թե բուլեցենով հիվանդ էր, չէր կարողանում ձեզ օգնել եւ հիմա Արցախյան պատերազմում եւ այդ անասունությունը թարգեք, իմացեք ում հետ ինչ եք խոսում, այդ հիմարությունը ձեր մեջ պահեք, գոնե իմ մոտ մեկ արտահայտվի եւ մի օկտատեր էլ գրել է, ինչքան էլ դուք բացատրեք, որ տեզերքում Աստված չկա, տեզերքի գաղտնիքը երբ որ բացատրեք, ես 1,000,000% հավատում եմ, որ Աստված կա, հավատա քեզով է խանգարում, քեզ թվում է քո նմանները քիչ են, դա քո իրավունքն է, դա քո գործն է, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Եվ նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ըստ իր տարածության, բացի դա, քանի որ հայերը փախել էին նաև ցարական Ռուսաստան, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ Վրաստանի, ինչու՞ չէ նաև Ադրբեջանի եւ այլ
հանրապետությունների ավելի շատ հայեր էին ուղարկում երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռազմաճակատ, միայն Հայաստանի Հանրապետությունից 145,000 զոհ, 300,000 մարդ 1 միլիոնից, այդ ժամանակ միլիոնից մի քիչ ավել մասնակցել է այդ կռիվներին։ Այժմ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, եւ ռուս-ուկրաինական պատերազմում հայերին փուռը տալը ավելի լավ է, քան որ ադրբեջանցին կամ թուրքը հարձակվի։ Միևնույն ժամանակ Ալիևը պահանջում է 300,000 ադրբեջանցի գա Հայաստան։ Ասենք Նիկոլը անցավ, այդ 300,000-ը եկան։ Եվ սրանք շուտափույթ կարողացան այնպես անել, որ Հայաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ իբրև գուբերնիա։ Ձեզ թվում է այդ 300,000-ն են գնալու Ռուսաստանում Ուկրաինայի դեմ կռվելու, ոչ, հայերն են գնալու եւ հայ տղամարդկանց տեղը լրացնում են ադրբեջանցիք։ Այս ամեն խաղը, թե որ ճանապարհով կտանեն այս խաղը, դեռ ինձ համար մնում է մի քանի տարբերակ, դրա համար տարբերակները չեմ ասում, բայց վերջնական իտոգը դրան են տանելու, այդ ձևով են ոչնչացնելու, այդ ձևով են անելու այս ամենը։ Եվ դուք անընդհատ ինչ շեշտում եք, եկեք փրկեք, դուք ինչ եք առաջարկում, կամ ինչպես կարող եք օգնել։ Հենց հիմա խոսում եմ այդ օգնության մասին շատ պարզ, շատ համառոտ, եւ որպեսզի ամենավերջին հային նույնպես պարզ լինի, թե ով եմ ես իրականում եւ ինչ եմ առաջարկում։ Այս 4 լրտեսներին նորից եմ կրկնում, շատ ֆիլմերում եմ ասել, գիտեմ, որ Նարիմանովը բոլոր իմ ֆիլմերը, միգուցե մի 5 ֆիլմ է բաց թողել, բոլոր իմ ֆիլմերը հետևում է։ Նարիմանովի մասին է միայն խոսքը։ Թե սրանց հաղորդում է, թե սրանք այլ անուն ազգանունի տակ են, բայց հենց Նարիմանովը ինքը բոլորը հետևում է։ Եվ Նարիմանովը եւ նա գիտի, եւ գիտի նաեւ երբ որ Բրուտը եկավ Հայաստան, իրեն ինչ առաջադրանք տվեց եւ ինչն էր հարցը, որ այդ ժամանակ էլ Նարիմանովն ասեց, սա ոչ երկիր է, ոչ էլ երկիր կդառնա։ Եթե մենք վերցնում ենք այս 4-ի ունեցվածքը գումարում, ապա նա կազմում է մոտավորապես 200 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նրանց գողացածը, իրեն չքախմբերով։ Թե իրեն ձեռքում որքան է, օրինակի համար մի 50 միլիարդ սրա ձեռքին, մի 25 սրան, մի 15 սրան, մի 6-7 էլ սրա ձեռքին, անպայման 6-7-ի կարգի սրա ձեռքին կա։ Եթե սրանք նույնիսկ այդ գումարները եւ հայերը որքան գումար ունեն, գումարեն իրար եւ Բրուտին առաջարկեն, ոչ մի բան հետ չի տալու, քանի որ Բրուտը հանդիսանում է աշխարհի միակ ամենահարուստ անլեգալ մարդը։ Լեգալ գրում են սա է, բայց իրականում ամենահարուստ մարդը նա է։ Բոլոր ինքնաթիռաշինական գործարաններն իրեն են։ Բոլոր մեքենաշինական գործարանները ցանկացած տիպի մեքենաշինական իրենն են։ Էլեկտրոնիկան իրենն է։ Բոլոր տնային այդ գործիքներ, սառնարաններ, հեռուստացույցներ եւ այլն, բոլորը դրանք իրենն են։ Այսինքն ինքը ամբողջ աշխարհի ունեցվածքի տերն է իրեն համարում։ Եվ դրանք իբր ներդրումներ են կատարել, օրինակի համար Մերսեդեսում մեր Քրքորյանը իր մարդն էր։ Այդ մասին ասվել են այնպես։ Եվ նրան փող հարկավոր չէ, նրան պետք է հակահարված տալ, կամ ասել, որ կտանք հակահարված այս ճանապարհով։ Եվ ասել եմ ինչպես։ Այս անասունները մինչ օրս եւ այսօր Հայաստանը ամենածանր իրավիճակում է, դրել են իբր ընտրություններ, այս ընտրություն չի։ Պարոնակ լրտեսներ, կիսով չափ գոնե գիտենք, որ հայ ես։ Ազգություններդ որոշեք, այս երեքդ։ Եվ
ոչ թե հայտարարեք, գաղտնի, որտեղ նաև ինձ կհրավիրեք, կլինի ի փրկություն Հայաստանի։ Դուք առաջարկելու ոչինչ չունեք։ Դուք ինքներդ կպատմեք, թե որդ ինչ ճանապարհով ինչքան եք ծառայել օտարներին։ Եթե ազգությամբ հայ չեք, գոնե դու կիսով չափ հայ ես, դրա համար եմ սրան ասում, ապա պետք է հեռանան։ Իրենց ունեցվածքից մի մասը վերցնելով հեռանան, թեկուզ սա պետք է հեռանան։ Իսկ եթե ձեզ համարում եք հայ, պետք է պատմեք ամեն ինչ, ինչպես կատարեց Լև Վալենսիան Լեհաստանում։ Նույնը պետք է կատարեք։ Երկրորդը, դուք առաջարկելու մեր հիմնական թշնամուն ոչինչ չունեք։ Այսպես թե այնպես մեզ ոչնչացնում են։ 111-ն էլ չունի առաջարկության ոչ մի բան, 111-ը միայն կարող է ոչնչացնել երկիր մոլորակը, ասացի։ Կամ կարող է գողանալ, ոչնչացնել բրուտին, նորից ճյուղ է տալու, մեկ ուրիշին են դնելու։ Դա ոչինչ չի տալու։ Այստեղ պետք է ճակատ դուրս գալ բրուտի դեմ, միայն բրուտի դեմ։ Եվ դա կարող եմ անել միայն ես, դուք չեք կարող անել, դուք չունեք ալիբի իր դեմ, և դուք չունեք կոմպրոմատ, որպեսզի բրուտը համաձայնվի դրան, իսկ ոչ միայն կոմպրոմատը, նաև նրան բացատրելով, որ դու խախտել ես այս օրենքները, դու քեզ ես տանում, քո ազգին ես տանում կործանման, և դու քո փոքր տղային իմանալով հանդերձ, որ նա այլ երկրում է, ոչ թե իր էթնոսում, նրան կործանում ես, դու նրա աչքի առաջ նույնպես սրիկա ես։ Բացատրելով տիեզերքի օրենքը, ինքը թագավորից դառնում է փողոցային սրիկա։ 111-ը դա կանի, որից հետո նրան կառաջարկեն, որպեսզի ես ելույթ ունենամ, բայց ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի Ռուսաստանի կազմ չտանեք կամ ադրբեջանցու առաջ չկզեք, դուք ոչ մեկդ ոչինչ եք և ոչինչ չեք կարող անել, դուք պետք է դիմեք ինձ։ Ես ոչ մի գրոշ, ոչ մի բան չեմ ցանկանում, միայն ասեք արդարությունը, թե ով եք իրականում դուք, և դուրս գանք ճակատ առ ճակատ բրուտի դեմ։ Ձեզնից միգուցե մեկը մնա, մյուսները սուսուփուս կամ հեռանան, կամ եթե տղամարդկություն ունեն իրենց գնդակահարեն, բայց այս բանը պետք է կատարվի։ Հանուն նրա, որպեսզի մեր էթնոսը գոյություն ունենա, մեր էթնոսը դեռ ապրի։ Ամենամեծ տականքներից մեկը սա է և երկրորդը սա, և պատահական չէ, որ երկուսին էլ շանտ ուր էր տվել Վազգեն Սարգսյանը, սա պատահականություն չի, ձեզ համար է պատահականություն։ Եթե ես իմ ասած առաջարկին այս տականքները չեն գնում, ապա առաջարկում եմ 120,000 ծախվածներիդ, 30,000-ից ավելի ոստիկաններիդ և սրանք ձեր բոլոր ընտանիքներով, ովքեր ծառայել եք սրանց։ Սրանք փախչելու են, սրանք ունեն միլիարդներ, և այս մեկը արդեն փախած է, այս մեկը ունի Կանադայում տուն, այս մեկը ունի Կիպրոսում կղզի, բոլորը փախչելու են։ Դուք եք մնալու այդ տականքներ և դուք եք մնալու տականքներ։ Ձեզ թվում է նաև մինչև 60 տարեկան դառնալը ձեզ բոլորիդ Պուտլերը չի տանելու Ռուսաստան Ուկրաինայի դեմ պայքարելու, սխալվում եք։ Եվ երբ որ դառնաք գուբերնիա, արդեն Ալիևը հարց չունի։ Հայկական գուբերնիայում կբերի կլցնի նաև ադրբեջանցիներ, ոչ թե 300,000, այլ կես միլիոն։ Իսկ ձեզ կտանի ռազմաճակատ,
դա բրուտի հրանգով կկատարի Պուտլերը, և Հայաստանը այսպես թե այնպես վերանում է, եթե Ռուսաստանի կազմի մեջ չտանեն սրանք և մնա անկախ, այդ դեպքում ադրբեջանցիք արդեն և Զանգեզուրն են վերցնելու և երկու ֆիլմ առաջ ասացի, Հայաստանը մնալու է 10,000 քառակուսի կիլոմետր, երկու դեպքում էլ հայը այդտեղ վերանում է, իմ ասածը ամենառեալ ճանապարհն է, այլ ձև դուք չունեք, իզերբ ես ասում եմ, երբ ուշանում է 1 ամիս կամ 1 տարի, սկսում են գրել, բա ասացիր չեղավ, ասածներս բոլորը կատարվել է, եթե չի կատարվել այսօր, կատարվել է վաղը, եթե ոչ վաղը մի շաբաթ հետո է կատարվել, կամ մի տարի հետո, նույնը այս ամենը կատարվելու է, դրա համար այս 100,000 ծախվածները, և ամենաառողջ և ամենաֆիզիկապես և զենքի հետ գործ ունեցողները այս 30,000 մլիցեքն է, 30,000-ը եթե մենք բազմապատկում ենք 4-ով, 120,000 ձեր ընտանիքները ձեր հետ միասին, նրանք որբ են ունալու, բայց դուք դրա մասին չմտածեք, ադրբեջանցի և թուրք տղամարդիկ, նաև Իրանից կլսվեն Հայաստան, ձեր ընտանիքներին սեռական հարցերը անմիջապես կլուծեն, և ձեր շիրիմներին նրանք կգան ոչ թե ծաղիկ կդնեն, այլ փիշիկ կանեն ձեր շիրիմներին և կպղծեն ձեր ընտանիքը, դրա համար իմացեք, այս 4 տականքը փախչող են, և այս 4 տականքից հատկապես սրան, իսկ սա ինձ լսող միակն է այդ կառավարության մեջ, կարող էր դիմել ասել, որ ունենք մեկ հնարավորություն, իմիջիալոց ձեր ամենասիրելի Պուտլերը, նա նույնպես և Չինաստանը նույնպես ցանկանում են իմանալ ֆունդամենտալնայա նաուկա, իսկ ֆունդամենտալնայա նաուկան բացատրում եմ ես, իմ բացատրության ժամանակ, եթե մեկը կարող է մի փոքր ասել, որ այս մասը սխալ է, ես ինձ կախարան կհանեմ, ես ինձ ամբողջ կյանքում պահպանել եմ այս պահի համար, ես գիտեի, որ այս պահը գալու է, և այդ մեծ մտքի համար ես ինձ պահպանել եմ, ես նույնիսկ փողոցում, երբ որ զգացել եմ կարկուտ է գալիս, փորձել եմ այնպես պահկվել, որպեսզի հանկարծ իմ գլխին կարկուտ չհարվածի, ես այս ամենը չմոռանամ, որպեսզի կարողանամ բացատրել, իմ միակ նպատակը ամբողջ կյանքում եղել է սա, և իմացել եմ, որ մեր երկիրը տանում են կործանման, եթե ունեք ավելի հզոր զենք բրուտի դեմ, խնդրեմ հանեք, բայց չունեք, և աշխարհը չունի նրա դեմ ավելի հզոր զենք, քան ճշմարտությունն է, եթե ճշմարտությունը մեկը DNA աներ և գտներ, որ սա ադրբեջանցի է, բերեր ասեր, սա ինչքան էլ հետևը պատռեր, այդ DNA-ն ցույց էր տալիս, որ սա արդեն ադրբեջանցի է, ծախված լրբի լակոտ է, նույնը եթե ես բացատրում եմ, որ նույնիսկ 4 տարեկան երեխան կհասկանա, թե տիեզերքը ինչպես է առաջացել, ապա բրուտը նրանց այլևս բացատրելու ոչինչ չունի, խայտառակ է լինելու, որպես ոչ թագավորը, ոչ մարդը, հետն էլ սրիկ է, հասկանում եք այս ամենը, ինչ եմ տանում այս ամեն զրույցը, և Նարիմանով, դու իմանալով այսքանը մինչև այսօր լուռ ես, եթե դու քեզ իրականում հայ ես համարում, քեզ այդ միակ մարդը խոսացողը Չարլզն է եղել, և այդ ամենը պարզ նաև պետք է ազգին ասես, ոչ թե ասես սա ոչ պետություն եղել է, ոչ էլ կմնա, պետք է պարզ բացատրես Նարիմանով, եթե տղամարդ ես իրականում, և հաջորդը, այստեղ ցուցադրում եմ այս երեքին, քանի որ այն տականքը Նիկոլ կոչվածը, նա արժանի էլ չի, որ միգուցե սրանք նույնպես նրանից ավելի բետար արժանի չեն, բայց սրանք իրենց այնպես չեն պահել, ինչպես այդ լպրծունը, այստեղ հարց, սիրելի հայ միլիարդատեր
եւ հաջորդ միլիարդատեր։ Բայց թե դուք միլիարդատեր եք, գալիս եք այսօր ընտրությունների, գիտեք, որ ընտրություններով բան չի փոխ եւ չի փոխվել։ Բան միլիարդներ ունենալով ցանկացած ազգի մեջ 1 միլիոն դոլարով 3 հոգի կգային եւ սրանց կգնդակահարեին, բա 3 միլիոն դոլար չունեիք, երբ որ արտիստներին էիք այդքան մեծ տներու եւ այլն բաժանում, առույցների ոսկե առույցներ բաժանում, չունեիք այդքանը, այսինքն սրանք իրական ոչ միլիարդատեր են, ոչ էլ հայ են, եւ դրա համար այս ամենի վրա պետք է գիծ քաշել։ Եվ վերջինը, ասեմ, վերջացնենք սրանով։ Դոգի մասին խոսում եք, ես իմ մեկնաբանությունները չեմ տալիս, թե իրականում նա ով է, ով կարող է լինել։ Ես միայն իմ ասածը եղել է այսքանը։ Նույնիսկ եթե դոգը ծախված է եւ նրան են միացել ազգասեր, ոստիկաններ եւ զինվորականներ, ապա դոգի կուսակցությունը հաղթելուց հետո կարելի է իրեն էլ գնդակահարել։ Իսկ եթե ինքը մաքուր է, թողնել իրեն։ Եվ երեք նաև ստացա մի հաղորդագրություն, որ բոլոր ռուսամետ զինվորականներն են միանում սրան։ Եթե ռուսամետությունը դա Հայաստանի փրկություն է, դու ինքդ քեզ վրա գիծ քաշի։ Քանի որ եթե նայես իմ ֆիլմերը, բրուտը հենց ռուսների ձեռքով է ամենից շատը մեզ ոչնչացնում։ Եվ ամենակարևոր հարցը, որ հասկացաք, այժմ աշխարհը մանրամասը կոռեկտ բացատրեցի, մեզ մնում է միայն ընտրություններում ինչ կատարել։ Այս 3000 տարվա ամենահզոր քայլը տապալել, ոչնչացնել ընտրությունները։ Այլևս մենք ոչ բարեկամ ունենք, բոլորը մեզ թշնամի են։ Այս դեպքը կատարվում է այսպիսի հերթականությամբ։ Վերցնենք օրինակի համար, սրան վերցնենք որպես Հայաստան։ Իսկ այս մնացածը սրան վերցնենք բրուտի փոխարեն, սրան վերցնենք թուրքի փոխարեն, սրան էլ վերցնենք ռուսի փոխարեն, սա էլ Իրանի փոխարեն կամ Եվրոմիության։ Այս բոլորը նույն խաղն են խաղում։ Այսինքն Ամերիկան ասում է, բա անցար այդ տղա, անցար Ռուսաստանի կողմը, ես ինչի գամ քեզ պաշտպանեմ։ Ռուսաստանն էլ այստեղ ասում է, բա Իրանից է ուզում նավ գնել, թեկուս անցար իմ կողմը, չէ, քեզ պետքա պատժեմ, 300,000 ադրբեջանցի են բերելու։ Ես մի փոքրիկ սխեմատիկ բան եմ ձեզ ասում։ Այս լկտի խաղը փողոցային լակոտի խաղը, որ բրուտը խաղում է, եւ այստեղ եւ սրանք են խաղում, եւ Պուտլերն է խաղում, եւ Իրանն է խաղում, եւ Թուրքիան, եւ բոլորը խաղում են բրուտի խաղը։ Դրա համար այս 3000 տարվա ընթացքում առաջին հզոր քայլը կատարեք, այսպես թե այնպես մեզ ոչնչացնում են։ Պատվավոր ոչնչացեք, չեղարկել ընտրությունները, ոչնչացնել ամեն ինչ։